ավելի տարեկան, բայց նաև արդեն հարազատները իրենց քարտով այդ առևտուրը անում են եւ այդ խնդիրը լուծվում է։ Երկրորդը շատ Եվ առողջության ապահովագրության համակարգից օգտվում է 65+ տարիքի մեր սիրելի տատիկները եւ պապիկները եւ իհարկե սա առաջին հերթին մեր հարգանքի տուրքն է նրանց, մեր որդիական պարտքն է նրանց նկատմամբ, որ առողջության հետ կապված խնդիրները լուծվեն։ Բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ առողջության ապահովագրության համակարգը մենք ներդրել ենք նաեւ նույնքան առնվազն իրանց զավակների համար։ Որովհետև նրանք, ովքեր տարիքով ծնողներ ունեն, միշտ էլ որոշակի լարվածություն ունեն, բա որ մի բան ունեն չլինի, հիվանդանան եւ այլն, ինչ են կանելու։ Հիմա բոլոր այդ զավակները իրանց ավելի հանգիստ են զգում, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում տասնյակ հարյուրավոր վիրահատություններ 1 միլիոն դրամանոց, 2 միլիոն դրամանոց, 3 միլիոն դրամանոց, 4 միլիոն դրամանոց եւ ավել արվում են պետական բյուջեի վճարումների հաշվին։ Եվ ես ասում եմ, որ մենք մեր տրադիցիան որն է, որ մեր ընտանիքի որևէ անդամ հիվանդանում է, այդ հիվանդի մահճի կողքին հայտնվում է մի աթոռ, որի այդ աթոռին նստած, ամենևս ես իմ պատկերացումներում այդպես է, այդ աթոռին նստած հարազատը, մոտիկ ընտանիքի անդամը։ Հիմա ես ուզում եմ ասել, որ մեր 65+ տարիքի հիվանդների ով որ հիվանդացել է, նրանց մահճակալի կողքին երկրորդ աթոռն է դրած եւ այդ աթոռին նստած է իրանց հարազատ պետությունը որպես ընտանիքի անդամ, որովհետեւ այո, մեր պատկերացումն է եւ սա մեր վերաբերմունքն է, մեր հայրերին, մեր մայրերին, մեր տատիկներին, մեր պապիկներին, որովհետեւ մենք գիտեք ինչ ժողովուրդ ջան, որ շատ կարևոր է, որ բառերը ունենան խորք։ Ես երբ որ ամեն կամ գուցե թե ինչ որ պարբերականությամբ սոցիալական ցանցերով կամ ելույթներով, երբ որ ես դիմում եմ եւ ասում եմ սիրում եմ բոլորիդ, դա նեն չի որ բառը ուղղակի գրում ենք։ Դա նրանից է որ իրոք ես սիրում եմ բոլորիդ եւ ես հույս ունեմ որ դուք այդ սերը զգում եք։ Հաջորդը ուսուցիչների հաջորդը երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագրերը։ Հաջորդը միջև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագիրը, որը մենք կրկնապատկել եւ լավարկել ենք։ Նախկինում միայն աշխատող մայրերն են ստանում, էնել 20 քանի հազար դրամ, 28000 դրամ։ Հիմա մենք այդ ծրագիրը տարածել ենք բոլորի նկատմամբ, անկախ նրանից աշխատում են թե չեն աշխատում, իսկ գյուղական վայրերում աշխատող մայրերը կրկնակի ավել են ստանում են 60000 դրամից ավելի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ։ Շատ կարևոր է հաջորդը, որ հիշում եք, որ ես 2021 թվականի հունիսին Կապանում իմ ունեցած ելույթի ընթացքում ես խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարությունը, պետությունը եւ իդեմս կառավարության Հայաստանի ժողովուրդը մասնաբաժին կունենա, այսօր չէ, արդեն 5 տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը եւ ժողովուրդը ունի բաժնեմազ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը էականորեն ավելացել են։ Շատ դեպքերում տարին տարվա վրա համեմատած կրկնապատկել են եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն նաեւ դիվիդենդներ է ստացել 44 միլիարդ դրամի, այսինքն վերջին 5 տարում միայն դիվիդենդների գծով 44 միլիարդ, այսինքն 110 միլիոն դոլարից ավել դիվիդենդ է ստացել Հայաստանի Հանրապետությունը եւ նաեւ այդ գումարներով է որ թոշակներ են բարձրացվել եւ այդ գումարներով է նաեւ որ առողջության ապահովագրությունը հաստատվել։ Շատերը ասում են, բա թալանի վերադարձը, բա այդ 110 միլիարդը պլյուս այն 200 միլիարդները, որ լրացուցիչ հարկեր է վճարվել պետական բյուջե,
Նախկինում հայտնի չի թե այսինքն հայտնի է թե գրպաններ գնում։ Հիմա դա մտնում է անուղղակիորեն ձեր գրպանը ժողովուրդ ջան, որովհետև դա վերադառնում է թոշակի տեսքով, դա վերադառնում է առողջության ապահովագրության տեսքով, դա վերադառնում է երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում աջակցության տեսքով, դա վերադառնում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տեսքով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք այս ամեն ինչով ենք եկել, բայց կա նաեւ մի հատ ուրիշ բան, որը շատ կարեւոր եմ համարում, որ նախկինում գիտեք ինչ, այդ բանը ինձ միշտ դուր չի եկել, ահա որ դուր չի եկել։ Եվ ես դրա այդ խնդիր եմ ունեցել։ Մեր քաղաքական իրականության մեջ, երբ որ ասվել է Սյունիք, երբ որ Սյունիքը ասվել է Սյունիք բառի հետ, ես դա մեղրիում էլ ասացի։ Ինչ որ մի տենց ենթատեքստային, ինչ որ մի լարվածություն, ինչ որ մի կասկած, ինչ որ մի չգիտեմ ինչ, մի վտանգի զգացողություն է առաջացել միշտ։ Բայց ես այսօր եկել եմ ձեզ ասելու, որ այդ դարաշրջանը փակված է, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի հետ կապված ոչ մի խնդիր, ոչ կա, ոչ էլ կարող է լինել։ Եվ Սյունիք անվան շուրջ եւ զուգահեռ խնդրում եմ մելամաղձության էֆեկտ չդնել, որովհետեւ էլի եմ ասում, մենք այդքան ասում ենք խաղաղության խաչմերուկ, ես մեղրիում էլ դա ասեցի։ Ես ընդհանրապես Սյունիքի մարզը խաղաղության խաչմերուկի կենտրոնն է, կենտրոնական մարզն է եւ Սյունիքի հետ զուգահեռ որևէ վտանգի, որևէ մելամաղձության, որևէ անորոշության էֆեկտ պետք չի դնել, որովհետև Սյունիքը եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Ամբողջը Զանգերից մինչև Արաքսգետի հունի կեսը, որը օրենքով գիտեք, որ սահմանը կեսը մերն է, գետի հիմա սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ մենք պետք է կենտրոնանանք աշխատանքի։ Հայ իմիջայլոց ժողովուրդ ջան, դա էլ ասեմ։ Այո, մենք գիտենք, որ որոշակի տարածքների հետ կապված մենք խնդիր ունենք, մենք այդ դրա մասին խոսում ենք, բայց ես ուզում եմ արձանագրել, որ որևէ մեկը չկասկածեք, որ սահմանազատման գործընթացով այդ խնդիրը լուծվել է, այդ խնդիրը դե յուրե արդեն լուծվել է, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվեց եւ հոկտեմբերին եւ Հայաստանում եւ Ադրբեջանում վավերացվեց երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում ուշադրություն դարձրեք, ունի պարտադիր իրավական ուժ եւ այնտեղ արձանագրված է Ալմա Աթայի հռչակագիրը, որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանազատման արդյունքում մենք խորհրդային միության ժամանակ սահմանը ոնց գնացել է, ճշգրիտ սահմանը այդպես գնալու է։ Եվ այն տեղերում, որտեղ մենք որոշ հարցեր ունենք, այս տրամաբանությամբ լուծվելու այդ հարցերը։ Խնդրում եմ չկասկածեք եւ ընդհանրապես ժամանակն է, որ մենք այս մտավախությունների եւ անորոշությունների էջը փակենք, որովհետեւ եկել է այն ապագան, որի մասին ես ձեզ հետ խոսում եի 2021 թվականին, եւ այդ ապագայի մեջ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ազատ, երջանիկ եւ ապագային անվտանգ բարեկեցիկ երկիր է եւ մեր բարեկեցությունը ամեն օրվա եւ ամեն տարվա հետ աճելու է։ Եվ ամենակարևոր այս ամեն ինչը ինչ է նշանակում, այս ամեն ինչը նշանակում է այս երկար, ինչքան եմ խոսում, արդեն ագին խոսում եմ, իրականում կարելի է այս ամեն ինչը բնորոշել եւ բնութագրել մի բառով։ Եվ այդ մի բառը գիտեք որ բառն է։ Այդ բառը խաղաղությունն է, որովհետև խաղաղությունը ես եկել եմ ասել ժողովուրդ, որ խաղաղությունը եկել է։ Այս երեխեքը հանկարծ չմտածեք, թե այս երեխեքը տենց բարձր գոչումներով ինձ են դիմավորում, ոչ, նրանք բարձր գոչումներով խաղաղությանն են դիմավորում, նրանք դիմավորում են իրենց ապագային, նրանք վստահ են, նրանք արտահայտում են իրենց վստահությունը, որ իրենք հարյուրամյակներով, դարերով, մենք սերնդեսերունդ
սերնդին, նրա հաջորդ սերնդին, նրա հաջորդ սերնդին եւ 1000 տարի հետո պատմության գրքերում գրելու են ձեր մասին, որպես մի սերունդ, որ Տերը կանգնել իր պետությանը, իր անկախությանը, իր ինքնիշխանությանը, իր երեխաների ապագային։ Դա դուք եք այդ պատմության հեղինակը, դուք եք այդ պատմության հեղինակը եւ դուք պետք է պաշտպանեք ձեր պատմությունը ոտնձգություններից, որովհետեւ այսօր բոլոր կողմերից ուզում են ձեր պատմությունը, ձեր խաղաղության պատմությունը, ձեր բարեկեցության եւ անվտանգության պատմությունը, ապագայի ձեր պատմությունը ուզում են ձեր ձեռքից խլեն եւ ես համոզված եմ դուք թույլ չեք տալու դա, դուք թույլ չեք տալու դա Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունում մենք երկար ժամանակ պայքարել ենք մի իրադրության դեմ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանել է մի շատ փոքր խմբի, բայց մենք այդ իրադրությունը անշրջելի ենք փոխել, ժողովուրդ, անշրջելի, որովհետև հիմա արդեն Հայաստանում իշխանությունը չի պատկանում մի փոքր խմբակի, այլ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ում? Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մի մարդու է պատկանում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, մի մարդու է պատկանում Հայաստանի իշխանությունը, եւ գիտեք ով է այդ մարդը? Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իշխանությունը պատկանում է մի մարդու, ընդամենը մի մարդու, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ բոլոր մարդկանց համախումբն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Հիմա երեխեք, հիմա եկեք երեխեք բոլորդ, նատ խնդրում եմ առաջ, երեխեք եկեք բոլորդ իմ դիմաց, բոլորդ եկեք իմ դիմաց, եւ որ 2026-ը գիտեք ինչ է երեխեք, 2026, 2026-ն է ինչ հանգավորակ եմ դասում, 2026, Եվ ուրեմն այս ամենը արձանագրելով ես համոզված եմ, որ մեկ մարդը, որին պատկանում է Հայաստանի Հանրապետությունում
բարձրագույն իշխանությունը 2026 թվականի հունիսի 7-ին կգնա ընտրական տեղամաս, որովհետև ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Երեխեք մի րոպե։ Ընտրություններ 2026-ին ձեզ եմ ցույց տալիս, դուք ասում եք, մենակ ասում եք 16-ին, ուրիշ բան պես չի ասել։ Բայց 16-ին ինչա։ 16-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկի համարն է 16-ը։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Չէ, կարճա պետք ասել, կարճ։ Պետք ասել 16-ին։ 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ես չափ կտամ իրար հետ հենց սենց անեմ, հենց ձերքս շարժեցի, ասում եք հենց ստեղացավ ավարտվեց։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 20, բայց դուք էլ օգնեք մեծ է, չէ՞ երեխեքի վրա եք ամբողջը թողել։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 26-ին Հետո բայց ինչի են քվեարկում 16-ին, դա էլ է կարևոր։ Որովհետև չէ, որովհետև ես ասում եմ, որովհետև պետությանը տերենք, ես ասում եմ պետությանը, դուք ասում եք տերենք, ասում եմ անկախությանը, դուք ասում եք տերենք, ասում եմ ապագային, դուք ասում եք տերենք, ասում եմ խաղաղությանը, դուք ասում եք տերենք։ Հիմա սկզբից ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը թարգնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությանը շնորհակալ եմ Երեխեքին թխված կշտվենք, բայց կարա։ Երեխեք, քարտեզ տվի, բայց թխված մոռակ։ Հիմա սպասենք, թխվածքը քարտեզ ստացավ, չէ՞ դու։ Հիմա եկեք սենց ենք անում, սենց շարք ենք կազմում։ Թխված պետք անում եք մեքենայի։ Այս կոմա։ Վերցրու քարտեզ տվել եմ, չէ՞ քեզ։ Սենց դուրս ար։ Սենց ով քարտեզ չունի թող ասի։ Չունես քարտեզ։ Քարտեզ ունես։ Հանի պահի սենց էլ։ Քարտեզ ունես։ Քարտեզ ունես։ Քարտեզ ունես։ Վերցրեք։ Քարտեզ, լավ, բոլորիդ կտամ։ Դու քարտեզ ունես։ Ուղի, ապուս։ Քարտեզ ունես։ Ահա, վերցրու զգույշ։ Վերցրեք։ Ուրո
Հա, լավ կլինի։ Սենց։ Երեխեք սենց։ Եթե նկարվելու եք ապարատը, ասա եղբայր ջան։ Մարզում ենք Սյունիքի մարզադաշտի Սյունիքի մարզադաշտի Ինչ եք պարապում։ ֆուտբոլ Ինչա պետք է ուզում անենք։ ենք հաշտը ուզում ենք վերանալ Մենք ուրեմն մեր նախընտրական ծրագրում 100 դաշտի նորոգման ծրագիր ենք ներդրել։ նրանց մեջ մերը մտնել Կմտնի հաստատ, ինձ թվում է 100% կմտնի։ Թող սեն։ Ինչ, էդ էլ մեկը գտած ուրիշի։ Կակն է, կարվենք Հա, բաց պատրաստ, այդ ես պատրաստ պայի, հա։ Հնագալություն Վերցրու եղբայր, այս մեկն է կտաս ուրիշի, դու։ Վերցրու։ Քարտեզը կտաս ուրիշի։ Պապ, այս սենց դուս եկեք, սեն։ Հես այն մամային, ես էլ քեզ։ Ռուբեն ջան։ Հա, որտեղ բռնեցիք։ Ապրեք, շատ ապրեք։ Հեսա չվախենակ լողավազաններ ենք սարքելու ձեզ համար, որը մեծ լողավազան ունենով։ Ինչ պետք է ասես պարոն Փաշինյանը։ Ուտեմ քիտիկը։ Շնորհակալություն։ Մերսի շատ։ Պարոն Փաշինյան։ Հաջա։ 15 թվականին ունեմ նկար, հիմա այլ կունենամ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Երեխեք ջան։ Բայց մի հատ քարտեզ ինձ տվեք, էլի։ Համեցիկ։ Հոպ, մի րոպե։ Նիկոլ Փաշինյան դիվան երեխա ունեմ հաշվանդամ, քարտեզա ուզում։ Թխվածք էլ քարտեզ է։ Այն ես դուրս եկեք ուղղակի։ Երեխա է անում։ Ապրեք երեխեք։ Շատ ապրես։ Շատ ապրեք։ Հաջան։ Արոն Փաշինյան, ես Իջևանից եմ, Սարիգյուղից։ Բայց ո՞նց եք Ես ստեղ։ շատ դեստղի հասեմ ամուսին սեզոված ապատերազմում 93-ին, բայց ես շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ ձեզանից, շատ սիրում ենք ձեզ։ Ես էլ ձեզ եմ սիրում, սենց դուրս եկեք։ Վերցրեք։ Հնագալություն նկարվենք Հա, իհարկե եղբայր։ Ուղղակի արագ-արա։ Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Ահա։ Նայ, ապեր, նայ։ Քարտեզ ձեզ։ Սրա վրա էլ դրեք քարտեզ։ Հետո բազարում։ Շատ ապրեք։ Արի։ Դե սենց դուրս եկեք երեխեք։ Բարև եղբայր։ Աննկարում։ Շնորհակալություն Որ խնդրեմ իսկ քարտեզը կա, 5 հատ տակ։ Հա, եղբայր։ Ուրիշների ես բաժան։ Հա։ 5 հատ։ Այս թխվածքն է քեզ, ես էլ քեզ մի հատ լրացուցիչ։ Շատ ապրեք։ Արի եղբայր, արի։ Արի։ Ո՞մն է ձայնը։ Իմս էլ էլի նկարեք։ Չէ, ես խվածք չէ, 2 հատ սրանք, բարև ձեզ։ 2 հատ մի հատ է քարտեզ տր։ Շնորհակալություն, երազանք իրականացավ։ Շնորհակալ։ Ես էլ վերցրու։
Արոն Փաշինյան։ Հաջա։ Հա, եղբայր։ Արագ բաց որ ժամանակ չկորցնի։ Սենց։ Ահա, դե վերցրեք։ Շատ լավ։ Եկեք, հաջորդը։ Այ վերջապես։ Ինչ ընկավ։ Այո, այնտեղ գրեցի։ Վերջապես։ Սիրում ենք ձեզ։ Ես էլ ձեզ եմ։ Նոնեք։ Սա ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ խնդրեմ կնկարես մի հատ։ Են հետևը։ Շնորհակալություն։ Որ խնդրեմ կնկարեք։ Բարև։ Ինչպես եք, լավ եք, որ Լավ։ խնդրեմ ինձ քարտեզ կտա։ Հա, եղբայր, տեսեք։ Պասի մեծեր են հլավար։ Սենց դուրս եք եկել։ Երեք հատ պապիկս էլ ուզում։ Հարդ է ձեր պուատել դու։ Դեկանտեք նկարեմ։ Արի, արմեն։ Ես էլ պապիկին կտաս։ Սենց կանգնեք մի հատ։ Մի հատ էլ թխվածքով։ Տատիկի։ Մի հատ էլ տատիկին ուրեմն։ Պապիկին տվեցինք մի հատ էլ կանգնեք, նայեք, մայրիկին նայեք։ Ահա, լավ է։ Ինձ էլ բայց քարտեզ։ Տեսեք ձեզ։ Հատ նկարեք էլի մեզ։ Մերոնցից հա եկին ծովկա նկարեք Ավեք, մի հատ կպնեմ տեսեմ բնական է, իսկական է։ կարևորը որ fake չլինի չէ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ Իրար եք։ ուրա հեռախոս ունեք բա հա սելֆի լավ էլ սելֆի էր անում լավ կադր բաց թողեցինք ահա դե ներս դուրս եկեք 16 համար։ այո ախպերս շնորհակալ եմ Արի, ներա 15 Այն ես դուրս արի, նենց։ Ուզում ես նկարվենք, մի հատ կնկարես եղբայր, բայց պետք է բացես հեռախոս։ Մի հատ կբացես հեռախոս։ Զգուշ, զգուշ բարև եղբայր։ Քարտեզ, հա, ես իրար հետ եք։ Քարտեզն էլ ձեզ։ Քարտեզ։ Բարև ձեզ։ Քարտեզ։ Իհարկե կլինի։ Արի նայես։ Մի րոպե եղբայր։ Սանձես։ Քարտեզ քեզ տվեցի։ Հա, տվել եմ։ Գաղուց էր ուզում ձեզ հետ նկարել։ Եղբայր։ Դե ուրեմն անցնես Քարտեզ, հա, դե, ահա։ Մի աշիվ է։
Մի հատ դատա Սենց Բայ դուր գնացին, սպասի Եկավ սենց տվեց անցավ Բարև ձեզ Ուй, ներողություն։ Քարտեզ տվեցի, չէ, վայ, վերցրեք Սենց Բա բուկլետ։ Հա, բուկլետ։ Ապրեք շատ։ Բարև եղբայր Նմանապես եղբայր Մի հատ բուկլետ Մի հատ քարտեզ Եղբայր Վայ, ես դուրնա վատերը Ակիշնավորում եմ Շնորհակալ եմ եղբայր Նայեք Բուկլետ ունեք քարտեզ էլ տա Խնդրեմ եկեք Շատ ապրեք Շատ ապրեք Դու էլ ես են ֆուտբոլի դաշտում պարապում, որ պտի նորոգվի Այո Գորջան ստես անցավ Լավ եք Ստեղ կա քարտեզ Դա չէ քարտեզ մոտ Մայ քեզ չտվեցի, վերցնում ռուջը Բարև ձեզ Ամենալայքները ջիգան Ես ձեզ Վաննատիրի հոպտոգազի Վաննատիրի հոպտոգազի Շատ լավ Երեխեք ջան Որքան չեմ կարդնել, դպրոցը վերանորոգեք։ Անպայման Լեռնաձորի հիմնական դպրոցը։ Լեռնաձորի հիմնական Եկել նույն դպրոցից ենք։ Շատ լավ, շատ լավ Քանի աշակերտ եք երեխեք դպրոցում Քանի աշակերտ Դպրոցում 80 կամ 90 Շատ Ձեր կրթահամարիր է նախատեսված թե չէ Եղակեք Շատ լավ, կնայենք Չէ, Մի բան հաստատան նոր դպրոցում կսովորեք հաստատ Նորոգված, կառուցված Վերցրեք Սենց դուրս եք Բուկլետ ձեզ Տղայիս էլ կտակ, որ խնդրեք։ Իհարկե տղային Քաշեզ աուզեր։ Անպայման Լավ է Արագ նկարվեք, պարոն։ Հա իհարկե կարող Ող կոտան հազիվ է փարոն փաշինը։ Սա դա չի խանգարում երևի մեզ Մի հատ է Լավ ես եղբայր Սենց դուրս եկեք Լավ ես եղբայր ջան Լավ ես Սենց դուրս եկեք Ինչ հա Հա ոչինչ հա Բարև եղբայր Էնովա լացում եւ ինչու Էնովա լացում եւ ինչու Բարև ձեզ շատ սիրում եմ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում Բան չի լացում փուչուրը Չի ուզում նկարում Դալիս պարոն վարչապետը Վերցրու ապրես շատ Ես էլ քարտեզ Ուր գցեմ սենց գցեմ փայսակ Շնորհակալություն Մի հատ նկարվեք սոսե Եղա Անչափ Միլաց Միլաց Հա, մի անգամից ավտոբուս գնաց Բարև եղբայր Սելֆի Ամենաճիշտ ժանրը Քարտեզ եւ բուկլետ Լեզվեք բացը։ Հա, իհարկե կտամ
Աջան, նոր Նիկոլ էր ասում, իմը արդեն անցավ Փաշինյանի։ Բարև եղբայր։ Բարև եղբայր ջան։ Բարև եղբայր ջան։ Բարև ձեզ։ Լավ, դու ո՞նց եք բուկլետ էլ։ Բարև եղբայր։ Բարև եղբայր։ Բարև։ Այ հարկի։ Այո, ջարդված էր ես։ Քարտեզ մենակ քարտեզ շատ լավ։ Շնորհակալություն։ Բուկլետ քարտեզ ունեք, մի հատ էլ ունեք, շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ եղբայր։ Երկու հատ, եթե կարելի է երկու թորներից։ Քարտեզները երկու հատ, չէ։ Շատ լավ։ Թորներին մի րոպե, թորներին բաբան, թորներին թխվածք էլ։ Բարև եղբայր ջան։ Վայ, էսովա, էս սիրունը, արի կանգնի, դե կանգնի։ Հələ պա։ Շատ ապես։ Նկար էլի եղբայր։ Էս կոմով։ Վայ, երեխեք այս սիգնալ նշանակում է, որ մեր գնալու ժամն է։ Թխվածք ուրեմն։ Այս սիգնալ նշանակում է, որ մեր գնալու ժամն է։ Նկարեք։ Ինչ անունն է։ Չլսեցի անունը, ինչա։ Ժորժ ջան, պետք է գնանք մի հատ բուկլետ տիկնոջը։ Գնացինք։ Ժորժ ջան, արդեն պետք է գնանք։ Ասա եղբայր, ասա եղբայր։ Այմա ինչ ա եղել։ Նկարը, որ արտադրամաս ենք ուզում ասենք։ Լավ է բանում։ Համարեք սարքավորները ձերք ենք ներեց։ Բա ի՞նչն ա խնդրում։ Միած սարքավոր մապակաս, միջոցներ չունենք, որ… Եղբայր, հիմա նախընտրական շրջանա նյութական խոստում տալը արգելվում։ Պետական ծրագրերով կնայենք, լիզինգի ծրագիր կա, կարակ օգտվես։ Քարտեզ։ Եղբայր արդեն ուշանում ենք։ Ես եմ շնորհակալ եմ։ Քարտեզ։ Բարև։ Եղբայր, լավ, այս պայմաններում սուտ է հարցի պատճառ։ Կոմբինատում աշխատանքի համարներ չեն ընդունում էլի։ Ամեն ինչ կանենք, որ երիտասարդության ընդունեն, ամեն ինչ կանենք։ Եղբայր, ժամանակ չկա, իրոք, էլի, իրոք։ Շնորհակալ ենք շատ, քարտեզ։ Ով ա ուզում քարտեզ։ Ես ձեզ խնդրեմ ունեմ, Բարև եղբայր։ Եթե արագ կարաս, Արևին թարսեն կանգնել չի երևալ։ Որ դպրոցն է։ Լեռնադարի հիմնական դպրոց։ Գնայեմ կասեմ, երեխեք ջան։ Գնացինք։ Շնորհակալ ենք բոլորին։ Բարև եղբայր ջան։ Այսպիսին էր քաջարանի,